Ողջույն արգել հեռուստադիտողներ, համացանցի հետևորդներ, Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Եվ հյուսիս-հարավ մայրուղիով սլանում ենք դեպի Գյումրի։ Ինչ նպատակով։ Մեզ այնտեղ սպասում է Անդրանիկ Ավետիսյանը։ Եվ Անդրանիկը սարդոստայնային արվեստի հիմնադիր է։ Սարդոստայնային։ Այո, սարդոստայնային։ Թե սարդոստանային, որն է ճիշտը։ Սարդոստայն, ուստի սարդոստայնային։ Դեռ կհասցնենք դա պարզել։ Այո, շատ հետաքրքիր արվեստի ճյուղ է մտածել։ Երբևիցե չէի լսել Եվ հիմնել է Քոբվեբ թանգարանը։ Այսինքն սարդոստանային, Սարդոստայնային։ վիճելի հարց է։ Մի խոսքով դրա թանգարանը։ Այո։ Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Գնանք Գյումրի եւ բացահայտենք։ Սիրով գնացինք։ Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color եւ արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color եւ արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Ողջույն Անդրանիկ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ։ Գյումրի։ Շատ ուրախ եմ, խնդրեմ համեցեք։ Մի րոպե կխնդրեմ մինչ ներս համենալը խոսենք ձեր շքամուտքի մասին, որովհետեւ հետաքրքիր ձևավորում կա արված։ Ինչ շենք է սա, որովհետեւ տեսնում եմ, որ փայտից է առաստաղի հատվածը։ Վահան ջան, ուրեմն ասեմ, այս շենքը կառուցվել է 26 թվականի երկրաշարժից հետո 27 թվականին։ Ինքը սկզբից զինվորական որպես շտաբ է ծառայել, հա։ Հետո արդեն բնակարանների են պաշխել ու մարդիկ են սկսել ապրել։ Ու այս վիճակում է առայժմ հենց հաստ պատերով շատ ամուր շենք է, երկրաշարժը դիմացավ։ Այս մեր շենքի հակառակ կողմը մոտ 50 մետրի վրա 16-արգանի շենք կար երկրաշարժից առաջ։ Այդ շենքը պայթեցնելուց է դիմացավ։ Մի խոսքով ամուր շենք է, բայց ինքը կարիք ունի վերանորոգման, էլի։ Հասկանալի է։ Դրան ձևավորումը նույնպես շատ հետաքրքիր է, սա ում գաղափարն է եղել։ Այս տուրը, ուրեմն ես ասեմ, մեր տան հայրս նկարիչ էր, բայց մեր տան ամբողջ կահույքը պատրաստել է ինքը 0-ից իր ձեռքով։ Այս տուրն էլ իր պատրաստածն է։ Հասկանալի է։ Անցնենք ներս արդեն Խնդրեմ, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը, չհասցրեցինք խոսել այդ մասին։ Շատ լավ։ Ձեր ներկայությունը իմ տրամադրությունը ավելի շատ բարձրացրեց, ինչ ասեմ։ Շնորհակալություն գովեստի խոսքերի համար։ Տպավորություն է, որ մենք հայտնվեցինք միանգամից ինչ-որ թանգարանային հատվածում, բայց սա ձեր բնակարանն է, մենք այցելել ենք ձեզ որպես սարդոստանային արվեստի հիմնադիր, ճիշտ ասացի ամեն ինչ։ Ճիշտ ասացիք, Վահան ջան, երևի թե մի փոքր ներկայացնեմ, հա, երևի ես ինձ ու հետո շարունակենք ամբողջ ընթացքը։ Անպայման։ Ուրեմն ես Անդրանիկն եմ, ինչպես ասացի, այս սարդոստանային արվեստի հիմնադիր, եթե այդպես կարելի է ասել։ Իմ կրթությունը ֆիզմատ է, ես նկարչական կրթություն չունեմ։ 20 տարեկանից բիզնեսի մեջ եմ եղել, ֆիզմատ կրթությունն էլ թույլ է եղել, որովհետև 20 տարեկանից զբաղվել եմ բիզնեսով, ու ուսուցմանը շատ ուշադրություն չեմ դարձրել։ Այն ժամանակ ձևեր կար ավարտելու։ Հասկանալի է։ Հա, ձևեր կար ավարտելու, եթե լավ չես սովորում, հա։ Հետո այնպես ստացվեց, որ բավականին արվեստից հեռու եմ եղել, մեծացել եմ արվեստագետի ընտանիքում։ Դե խորհրդային միության ժամանակ, գիտեք, արվեստագետի ընտանիք ամեն ինչի կարիք էլ ունեցել ենք մենք։
Այդ ամեն ինչը ինձ դրտեց գնալ դեպի բիզնես։ Հասկանալի է։ Բավարարելու այդ բացը։ Ու բիզնեսով սկսեցի զբաղվել, հետո հորս մայից հետո մոտավորապես 3 ամիս անց ցանկացած թեմա, որը ինձ մոտ կարող էր էմոցիա առաջացնել, այդ թեման գալիս էր ինձ ինչ որ ֆորմի ձևի տեսքով, շատ էր, սկսեց նեղել ինձ։ Ես սկսեցի նկարել ինչու վրա պատահավ, հետո անցա ներգերով աշխատանքին, հետո էլ եկավ այս Սարդոստայնի միտքը, քանի որ իմ թեմաները կապված է հիմնականում կյանք, մա, տիեզերքի հետ կապված թեմաներ, նեյրոնային ցանց, որն է մարդու տերը երկիր մոլորակի վրա տիեզերքում, այս թեմաների շուրջ է իմ աշխատանքները, այս թեմաները ինձ միշտ է հետաքրքիր եղել, հələ դեռ շատ փոքր հասակից, երբ որ ես առաջի անգամ մահացած մարդ տեսա, շատ հարցեր առաջացան, ինչու, ինչպես, ու այս թեմաներով ես միշտ կարտացել, ուսումնասիրել, խորացել եմ ամբողջ կյանքի ընթացքում, իմ կյանքի ընթացքում, երբ որ ես սկսեցի այդ բանը ինձ մոտ առաջացավ, այդ էմոցիայից, հա, պատկերներ կկարնձի ինչ որ ֆորմի ձևի տեսքով, հետո արդեն այդ թեմաները դարձան իմ աշխատանքի թեմաները։ Ու այդպես հիմա արդեն արվեստի աշխարհում եմ կոպիտ ասած։ Դեռևս կփորձենք զրուցել այդ ամենի մասին, բայց այս պահին կխնդրեմ ներկայացնել այս հայելին, որը միանգամից դիմավորում է ձեր հյուրերին, այնպես չի, որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուրի տանը հնարավորություն կա այսպիսի հայելի տեսնելու։ Որտեղից է սա հայտնվել ձեր բնակարանում։ Վահան ջան, ինչպես ասացի, դրսում ամբողջ կահույքը մեր տան պատրաստել է հայրս, դպրոցում ինքը նկարչություն էր դասավանդում, նկարիչ էր, բայց այս մեր տան կահույքը ամբողջությամբ 0-ից մինչև վերջ ինքն է պատրաստել, որից մեկը, գործերից մեկը այս հայելին է, հետո մնացածը արդեն կշրջենք տան մեջ ցույց կտամ։ Ամբողջությամբ ձեռքի աշխատանք է։ Ամբողջությամբ։ Դե շարունակենք մեր բացահայտումները բնակարանային եւ խոսենք նկարի մասին։ Ում հեղինակությամբ է այն։ Այս իմ աշխատանքներից մեկն է։ Սկիզբը ես, ինչպես ասացի, սկսեցի նկարել ներգերով, մոտ 200 աշխատանք ունեմ ներգերով, 2000 թիվներ, 6 տարի աշխատան ներգերով, հետո արդեն եկավ Սարդոստայնի միտքը ու այդպես շարունակեցի։ Ուրեմն այս մեր միջանցքն է, այս պահարանն էլ է հայրս պատրաստել, այս պահարանը կիսատ է այս պահին, վերևը կար, վերևի հատվածը կար, երկրաշարժից հետո մենք վախեցանք, որ էլի կարող է ցնցումներ լինեն, հայրս այս վերևի հատվածը հանեց, իջեցրեցինք նգուղ, հետո նգուղում փչացավ, ուտպես է մնաց, այս վերևը փակվելու է, իհարկե, հա, ու այս միջանցքի հետ կապված այս կանը, այս իմ հոր սիրած աշխատանքներից մեկն է, կոպիա է, իհարկե, իր ստեղծագործությունը չէ, ինքն է նկարել, կոպիա է արել, ու սպես իր շրջանակով ամեն ինչով։ Շատ բարի, շարունակենք բնակարանային բացահայտումները, ուր ենք տեղափոխվում։ Կարող ենք նաև ննջասենյակ տեղափոխվել։ Սկզբում գնանք հյուրասենյակ։ Գնացինք հյուրասենյակ։ Բայց մինչ հյուրասենյակ հասնելը, ինչպես ասում եմ, կա եւս մեկ սենյակ, սա որ հատվածն է բնակարանի։ Այս, եթե այդպես կարելի է ասել, այս հյուրերի ընդունելության սենյակն է։ Ընդունարանն է։ Ընդունարանն է կարելի ասել, հա։ Այս սենյակում հիմնականում կախված են իմ հայրը ում այդ որ ընկերություն է արել, այդ մարդկանցից ինքը նվերներ է ստացել, ասենք նկարի տեսքով ինքն է տվել նվեր, նրանք են իրեն տվել։ Ստեղ կա Տեղծ Աշոտի, Հովհաննիսյան Աշոտի աշխատանքներից մեկը։ Այո։ Մոր աշխատանքի վայրն է կոչվում։ Տեղծ Աշոտի գործերից է Հովհաննիսյան Աշոտի։ Անդրանիկ, այս դիզայներական լուծումը ում գաղափարն է եղել, քանդված հատվածը էլ ավելի ցցուն դարձնելը։ Այս իմ գաղափարն է, այս պահը չեմ կարող բացատրել, բայց ինձ շատ դուր է գալիս։ Ինձ նույնպես շատ է դուր գալիս այս։ Դրա համար այս ձևով թողել եմ, այս մեկ աշխատանքը Խաչատուր Եսայան։ Այս սենյակը ինչն է պատկերված նկարում։ Այս Երևանի Ծգան խանութի փողոցի հատվածն է։ Հասկանալի է։ Ծգան խանութի փողոցի հատվածն է, այնպես է ստացվել, որ Վահան ջան, այս փոքր սենյակը, այդ իմ կոլեկցիան եմ հիմնականում ներկայացրել։ Ստեղ նույնպես այս 3 աշխատանքն է Տեղծ Աշոտի գործերից է, Հովհաննիսյան Աշոտի գործերից է։ Այո։ Այս պահարանը բնական է
էլի հայրս է պատրաստել, արդեն պարզ է։ Կխնդրեմ խոսեք ջահի մասին, որովհետև ջահը նույնպես աշխարհի ամենաօրիգինալ ջահերից մեկն է երևի, թե երաժշտական գործիքներով, ջութակներով։ Իմ դուստրը երաժշտական էր կնում ջութակի, հետո ջութակը թողնելուց հետո այս ջութակները մնացին տունը։ Որպես հուշ, ու ես որոշեցի ստեղծել այս տիպի այս դիզայնով որպես ջահ։ Հասկանալի է։ Ստեղ կա նաև Կուրոսի աշխատանքներից այս մեկը։ Այո։ Ձեր բնակարանում վառվում են մոմեր։ Ինչ նպատակով են սրանք։ Վահան ջան, ընդհանրապես ես չեմ կարող բացատրել, բայց կրակի արկայությունը տան մեջ ինձ մոտ մի տեսակ հանգստություն է առաջացնում։ Համարյա թե ցանկացած միշտ համարյա թե վառված է այս մոմերը, էլի։ Լինում է բնական է, որ անջատված է, չկա, բայց հենց նկատում եմ, այդ պահը զգում եմ կարիքը, անմիջապես այս մոմերը վառում եմ։ Սա ինձ համար մի տեսակ հանգստություն է սա ինձ պատճառում, դրա համար այս պահին էլ էլի վառված է։ Ուրեմն ներկայացնեմ նաև այս աշխատանքը, ստեղ այս մեկը որպես բնապատկեր հորս աշխատանքներից է։ Այս մեկը հորս աշխատանքներից է։ Անդրանիկ, կխնդրեմ խոսեք նաև կահույքի մասին, որովհետև տպավորիչ է շատ եւ բավականին հնաոճ։ Սա նույնպես ձեր հայրիկի աշխատանքն է։ Վահան ջան, այս կրեսլոները հայերեն ինչպես է։ Բազգաթոռ։ Այս բազգաթոռները մոտ 50 տարվա պատմություն ունեն։ Էլի հորս պատրաստածն է այս սեղանը նույնպես։ Ես ընդամենը վերականգնել եմ մի փոքր թարմացրել եմ, այս նույնպես հորս պատրաստածն է։ Այս աշխատանքը ներկայացնեմ։ Խոսեցինք անդադար ձեր հայրիկի մասին, բայց չնշեցիք նրա անունը։ Խնդրում եմ նշեք, որպեսզի մեր հեռուստադիտողները հնարավորություն ունենան նաև ինտերնետ հարթակում նրան գտնելու, բացահայտելու։ Հովհաննես Ավետիսյան։ Կարելի ասել նկարիչ փայտագործ։ Այո, հա։ Ինքը շատ բավականին համեստ մարդ էր։ Ցուցադրվել նմանատիպ բաներ չէր սիրում։ Իրեն մահից հետո այս բիրկեկը ես տեղադրեցի, գտա որ դա ճիշտ է, որպեսզի անվանական լինի, էլի։ Ներկայացնեմ նաև այս աշխատանքը, Դավիթը տեղյակ է այս աշխատանքից, ուրեմն ես չեմ ասի ում աշխատանքն է, բայց կարող եմ ասել, որ աշխարհահռչակ մի հատ նկարիչ կա, անունը չեմ ասի, այդ նկարչի աշխատանքներից։ Շատ բարի, թող դա մնա գաղտնիք։ Անդրանիկ, մինչ առաջանալը ես շատ հետաքրքիր դետալ տեսա ձեր դռան ամենաներքևի հատվածում, Դավիթը նույնպես կարող է այն արձանագրել, տեղադրված է արթուկ, որպես արգելապատնեշ, այո, դռան համար, ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք ասում։ Ուրեմն այս արթուկը ու նմանատիպ շատ հին իրեր, հայրս ժամանակին հավաքել էր, շատ մեծ քանակությամբ ուներ, այս հարթուկը այդ իրերից մեկն է ու կդա հարմար, ինձ համար ինքը շատ գեղեցիկ, շատ լավն է, տեղադրեցի որպես դրան արգելք։ Խնդրեմ, համեցեք։ Եվ հասնում ենք ձեր բուն հյուրասենյակին, որը ուղղակի հյուրասենյակ անվանել չի կարելի, իրականում ոնց որ տպավորությունը հայտնվել ենք ինչ-որ թանգարանային սենյակներից մեկում։ Այս ամենի դիզայնի հեղինակ ով է, կրկին ձեր հայրը, թե դուք այստեղ ձեր մասնակցությունը ունեցել եք։ Ես ձեզ ներկայացնեմ, ուրեմն սկսեմ պատերից, հա, երևի թե դա ճիշտ է։ Բայց անմիջապես հետո խնդրում եմ անդրադառնալ նաև հատակին, որովհետև այսպիսի բան երբևէ չեմ հանդիպել։ Ուրեմն Վահան ջան, տեսեք, այս պատերի դիզայնը իմ մտահղացումն է, այս կահույքի հետ ես զգացի, որ այս ավելի համապատասխան է։ Այս դիզայնը մեծ խոսալ չհամարեք, այս դիզայնը, որ ես արդեն որոշեցի այս ձևի անել, ինտերնետում նույնիսկ այս դիզայնով պատեր չէիք կարող գտնել աշխարհում ոչ մի տեղ։ Հա, զգացի, որ այս ավելի հարմար է պատերին իմ հոր աշխատանքներն է, իհարկե սա շատ քիչ քանակն է, աշխատանքները շատ են, ներքևում ես ունեմ սենյակ, որտեղ այդ բոլորը պահեստավորված է։ Այս պահին մենք տեսնում ենք ձեր հայրիկի դիմանկարը։ Հա, այս նկարը պատմություն ունի, ուրեմն մահանալուց մոտ մեկ շաբաթ առաջ երևի զգացել էր, որ քիչ է մնացել ապրելու։ Այս ֆոտոն կար, շրջանակը կար, ինքը ես տանը չեմ եղել, մայրս է պատմել, վերցրել էր, այս ֆոտոն տեղադրել էր շրջանակի մեջ ու տան մեջ պատմում էր, ասում էր
ձեռքը պահած շրջում էր ու հարցրեց թե լավ ես որտեղից կախեմ։ Ну, մայրս ասել որ պատից մի ինչ որտեղ կախե, հա, ուտպես այս նկարը այդ ձևով այդ ժամանակվանից մինչև այսօր մնացել է։ Հասկանալի է։ Թավջութակ, պահարան, սա նույնպես հայրիկի մտահղացում է եղել։ Հա, նույնպես այս աշխատանքը իրենն է։ Ինչպես ասացի, սկզբից մինչև վերջ 0-ից ինքը իր ձեռքով պատրաստել է տարիների ընթացքում։ Այնպես չէ որ ինչ որ ժամանակ է տրամադրել կոնկրետ կահույքին, նկարել է, փորագրել է, ուտպես տարիների ընթացքում այս ամեն ինչը ինքը ստեղծել է։ Անդրանիկ, ձեր պատերին տեղադրված են տարատեսակ նկարներ, եւ դրանցից յուրաքանչյուրը ունի վստահաբար իր պատմությունը։ Բայց տեսնում եմ մի հետաքրքիր բան, որը ընդհանրապես շրջանակ է, տեղադրված է պատի տարատեսակ հատվածների ուղիղ կենտրոնում գրեթե, եւ այստեղ ինչ խորհրդանիշ կա։ Յուրաքանչյուր մարդ կարող է այս շրջանակից ներս տեսնել այն, ինչ ցանկանում է, թե ինչ որ ուրիշ պատմություն կա։ Երևի թե այդպես ես իմը ունեմ, այդ բա երևի չներկայացնեմ, ով ինչպես զգաց, ինչպես ընդունեց։ Ես իմ այսպես զգացել եմ, այսպես տեղադրել եմ։ Ներկայացնեմ նաև այս աշխատանքը, շատ շատերի կողմից սիրված աշխատանք է։ Այս աշխատանքում ուրեմն 20 տարեկան է եղել հայրս, այս աշխատանքը ստեղծելու ժամանակ Գյումրիում կար կինետունն է պատկերված անձրևից հետո երեկոյան մարդը կինով ծած ծխախոտը ձեռքին կինետնից գնում է տուն։ Հասկանալի է։ Կխնդրեմ խոսեք այս պահին մեզ հանդիպած ամենահետաքրքիր սեղանի մասին։ 4 թրեր են տեղադրված, այստեղ տեսնում եմ նաև Անդրանիկ Օզանյանի դիմապատկերը, եթե չեմ սխալվում, աստվածուհիներից որևէ մեկն է անկյունային հատվածում։ Ճիշտ եք, Վահան ջան, ուրեմն հայրս մեծ հայրենասեր էր, այն ժամանակ այս սեղանի վրա որ աշխատում էր, դպրոցում էր տեղադրված, իր այդ պատկերասրահ ուներ, պատկերասրահ էր ինքը ստեղծել, մեծ պատկերասրահ, այն կարգի, որ սովետական խորհրդային միությունից մարդիկ որ Հայաստան էին գալիս այդ կրթական ոլորտի աշխատողները բերում էին այդ դպրոցը առաջի հարգից երրորդ հարկ թանգարան էր, ամբողջ պատերին նկարներով, ամեն ինչով, այնտեղ էր տեղադրված, այն ժամանակ Անդրանիկ թեման արգելված էր, մարդիկ որ գալիս էին, ասենք քաղսովետից, այս տարբեր տեղերից միշտ նախորոք զգուշացնում էին, որ Հովհաննես ջան, այս մի հատ սփռոցով մի հատ ծածկի այս Անդրանիկի գլուխը չերևա, էլի։ Ուրեմն այս սեղանի այս հատվածում Տիգրան մեծն է, այո, տարբեր աստվածուհիներով։ Այնտեղ նկատեցի նաև Մեսրոպ Մաշտոցի դիմապատկերը։ Ճիշտ է, այս կողմում Մեսրոպ Մաշտոցն է։ Եվ եթե չեմ սխալվում, Վարդան Մամիկոնյանը, այո, այս կողմում։ Ճիշտ է, Մեսրոպ Մաշտոց, Վարդան Մամիկոնյան, այս ճակատային մասում է Անդրանիկ, Զորավար Անդրանիկ։ Իմիջայլոց Վահան ջան, ասեմ, որ իմ անունը ինքը իր հոր անունը չի դրել է Անդրանիկ Զորավարի պատվին։ Օ, հետաքրքիր պատմություն։ Բայց մի բան նկատեցի, բոլոր սրերը կարծես թե ուղիղ են բացի մեկից։ Մեկը ալիքաձև է, սա ինչով է պայմանավորված։ Չեմ կարող ասել, իրականում չեմ կարող ասել, գիտեք ինչու, ձեր շատ հարցերին իմ հոր գործերի հետ կապված ես կարող է չկարողանամ պատասխանել։ Քանի որ այդ ժամանակ ես բավականին արվեստից հեռու էի, ինքը շատ կուզենար որ ես արվեստի մեջ լինեի, էլի, բայց ինձ ճիշտն ասեմ, չէր այդքան հետաքրքրում ու շատ հարցերի պատասխաններ հիմա ես չեմ կարող տալ։ Իրականում չեմ կարող տալ։ Անդրանիկ, մենք խոսեցինք ի սկզբանե, որ դուք սարդոստանային արվեստի հիմնադիրն եք, բայց որևէ բան չտեսանք կապված սարդոստայինի հետ բացի այս սարդից։ Վահան ջան, ուրեմն մեր շենքի առաջի հարկում ես սենյակ ունեմ, որը ցուցասրահ է, ներկայացնում եմ իմ աշխատանքները։ Ստեղ ընդամենը այս տերարիումի մեջ մեր սարդն է։ Կենթանի վիճակում է։ Կենթանի, իհարկե, կենթանի վիճակում է։ Հուսամ դուրս գալու հնարավորություն նա չունի, որովհետև ես սարսափում եմ ուղղակի սարդերից եւ մորեքներից։ Չէ, ինքը բավականին հանգիստ է, դուրս գալու հնարավորություն չունի, ես ասեմ, որ ինքը իմ նկարչական խմբի ղեկավարն է։ Ինչպես է նրա անունը։ JC է նրա անունը։ JC։ Այո, JC է։ Այս իր թագն է։ Ահա։ Այս իր այն թագն է։ Թակուի է նա։
Ինքը նկարչական խմբի ղեկավարն է, այսինքն բոլոր սարդերը աշխատում են, ենթարկում են իրան, ինքը Մայր սարդն է, մայր մեղուկա եւ կառավարում է սարդերի աշխատանքը։ Անդրանիկ, եթե մենք հնարավորություն ունենք նաեւ ձեր ցուցասրահում գտնվելու, կխնդրեմ այս պահին շատ արագ շրջենք բնակարանով, բացահայտենք այն հատվածները, որոնք դեռ չենք հասցրել բացահայտել եւ տեղափոխվենք արդեն ձեր արվեստանոցին։ Գնանք ննջասենյակ, այնտեղ էլի կա աշխատանք, ցույց տամ այդ աշխատանքը։ Սիրով գնում ենք ննջասենյակ, Սարդին շնորհակալություն ենք հայտնում բավականին հանգիստ պահվածքի համար, որովհետև մեզ ամբողջ ընթացքում դերբից հետևում էր կարծես թե եւ արդեն տեղափոխվեցինք ու հասանք ձեր ննջասենյակ։ Ննջասենյակը նույնպես կարելի է համարել թանգարանային ինչ-որ հատված։ Վահան ջան, ննջասենյակի այս նկարազարդումները։ Հա, սա էլ է իմ հոր աշխատանքը, ձեռքի աշխատանքն է։ Անդրանիկ, արդեն ձեր պատշգամբում են գտնվում, այստեղից բացվում է գրեթե ողջ Գյումրվա համայնապատկերը, դուք այստեղ ծնվել եւ հենց այստեղ էլ մեծացել եք, ճիշտ հասկացա։ Հա, այս տանը ծնվել, այս տանը մեծացել եմ։ Վահան ջան, ուրեմն այս մեր շենքը շատ լավ դիրքում է գտնվում, քաղաքի կենտրոնական հատվածում է, կարելի է կենտրոնական հատվածը համարել։ Այս մեր պատշգամբից քաղաքի 80%-ը երևում է, էլի 20% արդեն հետևի մասն է, նույնպես որ այս տեսարանը շատ լավն է, Արագած սարը։ Հասկանալի է։ Մենք ունենք շատ քիչ ժամանակ, որպեսզի հաղորդման առաջին հատվածը մոտենա իր ավարտին, կխնդրեմ շարժվենք դեպի ձեր արվեստանոց։ Այնուհետև մենք ձեզ պետք է հանձնենք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները եւ իրականացնենք երկրորդ հատվածը նկարահանման, սա ինչ դուռ է բացված, Անդրանիկ, ու է տանում են։ Այս ննջասենյակ է, Վահան ջան, ստեղ այս ննջասենյակում ունենք մեծ գրադարան։ Այո։ Հայրս գրքերի սիրահար էր, խնդրեմ համեցեք։ Կարող ենք առաջանալ։ Այո։ Միանգամից աչքս զարնեց Հովանես Ավետիսյան «Իմաստ եւ սեր» գրքին։ Ձեր հայրիկի գրքի մասին է խոսքը, ճիշտ է։ Ճիշտ է, Վահան ջան, ուրեմն իմ հայրը բանաստեղծություններ էր գրում, հա, բայց չէր տալիս, որ մենք կարդանք, հավաքած էր մի հատ տետրի մեջ։ Ինչու։ Դե չէր սիրում, ինքը խառնվածքով շատ համեստ մարդ էր։ Իրեն մայից հետո ես այդ հավաքածուն վերամշակեցի ու այս գիրքը տպագրեցի։ Իմիջիայլոց այդ գրքի օրինակներից ես ձեզ անպայման նվեր կտամ։ Մենք սիրով կսպասենք։ Անդրանիկ, կարծես թե բնակարանային բացահայտումները ավարտվեցին, մենք կարողացանք բացահայտել ձեր բնակարանը, բայց սրտի թրթիրով սպասում ենք նաև արվեստանոցում գտնվելու պահին։ Հնարավորություն կա։ Իհարկե, ես նույնիսկ շնորհակալ կլինեմ, որպեսզի ներկայացնեմ ձեզ իմ աշխատանքները։ Անդրանիկ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ, իմիջիայլոց ասեմ, ոչ նրա հետ կապված, որ ձեր նկարահանման հաղորդման այս շրջանակների մեջ է, մեր տանեցիները հիմնականում դրանք են օգտագործում, շատ շնորհակալ ենք, զգացված ենք, շնորհակալություն։ Դե, մենք սիրով նվիրում ենք ձեզ։ Ներկայացնեմ Visage Color պրոֆեսիոնալ ներկերը։ Այն կանայք, ովքեր ցանկություն ունեն մազերի գույնը փոխելու, խորհուրդ եմ տալիս փոխել հենց Visage Color-ով։ Այստեղ նաև խնամքի եւ հիգիենայի պարագաներն են Visage-ի կողմից տրամադրված։ Իհարկե ամբողջ տեսականին այստեղ չէ, ամբողջ տեսականին կարելի է գտնել բոլոր խանութներում։ Visage Color, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն, այդ կփոխանցեմ կնոջս այդ իրենց թեմաների մեջը։ Անդրանիկ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե փաթեթավորմամբ, կարմիր կծու աղացած պղպեղ, կարմիր քաղցր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ եւ ապակե տարայով
սև հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Այո, հիշում եմ, ընտրյալ հադիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Կեցցեք, հրաշալի էր, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Անդրանիկ, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված նվերները ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ երրորդ հարկից հասանք առաջին հարկ ու արդեն գտնվում ենք ձեր արվեստանոցի դիմաց։ Cobweb Art Gallery, ճիշտ արտաբերեցի։ Ճիշտ եք, Սարդոստայնային արվեստի ցուցասրահ։ Ահա։ Անվանումով։ Խնդրեմ, համեցեք։ Մինչ ներս մտնելը կխնդրեմ դուռը չբացել, որպեսզի Դավիթը կարողանա նկարահանել, թե ինչ է գրված դռան վրա։ Ես շենքում եմ եւ գրված է ձեր հեռախոսահամարը։ Դուք մշտապես այս հատվածում եք գտնվում, կարողանում եք ցանկացած այցելուի համար բացել դուռը, որպեսզի նրանք մուտք գործեն եւ ծանոթանան Սարդոստանային արվեստին։ Ուրեմն տեսեք, ես միշտ այդտեղ տեղում չեմ գտնվում։ Ինձ մոտ գալով այցելուները նախորդ հիմնականում զանգում պայմանավորվում նոր են գալիս։ Այս գրվածը նրանց համար է, ովքեր առանց զանգել պայմանավորվել, իմացել են ու եկել են։ Ու արդեն զանգով պայմանավորում են, ես մոդենում եմ։ Դե մենք վաղուց զանգել եւ պայմանավորվել ենք, կարող ենք ներս գալ։ Համեցեք, իհարկե, համեցեք։ Անդրանիկ, կխնդրեմ ներկայացնել, թե ինչը ձեզ ստիպեց զբաղվել Սարդոստանային արվեստով, ինչը ձեզ համար եղավ ճակատագրական։ Խնդրեմ համեցեք, ուրեմն Վահան ջան, ես ինչպես ասացի վերևում, ես արվեստից բավականին հեռու եմ եղել, իմ հոր մահից հետո մոտավորապես 3 ամիս անց ցանկացած թեմա, որը կարող էր էմոցիա առաջացնել ինձ մոտ, գալիս էր ինձ ինչ-որ ձևի, ֆորմի, տեսքով։ Շատ էր, նեղեցին, սկսեցի նկարել ինչու վրա պատահավ, հետո անցա ներգերով աշխատանքին, 6 տարի ներգերով աշխատեցի, հետո էլ եկավ այս միտքը ինչպես եկավ, ձեզ ասեմ, ուրեմն ես իմ թեմաները կապված է կյանք, մահ, նեյրոնային ցանց, տիեզերքի հետ կապված թեմաներ, մարդու տերը որն է երկիր մոլորակի վրա տիեզերքում, այդ թեմաները արտահայտելու համար ես այս ձևով էի պատկերացնում, իսկ այս ձևով ես ներգերով չէի կարող արտահայտել։ Ես սկսեցի փնտրել նոր նյութ, պատահական Սարդոստայինը տեսա ու զգացի, որ գտել եմ, այն է ինչ ինձ պետք է։ Հետո ինտերնետում փնտրեցի, տեսա, որ նմանատիպ աշխատանքներ աշխարհում գոյություն չունի, որոշեցի զբաղվել։ Եթե լիներ, չէի զբաղվի, քանի որ կրկնվելը իմը չէ, ես չեմ սիրում կրկնվել, թող վատը լինի, իմը լինի։ Հասկանալի է։ Հա, հետո սարդերին հավաքեցի բնությունից, բերեցի իմ արվեստանոցում բաց թողեցի, ես դիմացի սենյակի իմ արվեստանոցն է, սկսեցի փորձարկումները։ Փորձարկումները տևեց մոտ 2 տարի, 2 տարի անց առաջի աշխատանքը դուրս եկավ ու ամբողջ ընթացքը շարունակվեց։ Ես երևի թե առաջին աշխատանքը ներկայացված է։ Առաջի աշխատանքներից ուրեմն հիմնականը գտնվում է Ֆրանսիայում 2017 թվականին Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվեց աշխարհի նկարիչները կանում ցուցահանդես մրցույթ, ինձ էլ հրավիրեցին, ինտերնետով էին տեսել, հրավիրեցին, աշխատանքներս ուղարկեցի, մասնագետները 100-ն էին 30 երկրից, ինձ պարգևատրեցին նոր տաղանդ ու ամենակրեատիվ միտք մրցանակով, մրցանակի սերտիֆիկատի կոպիան միջանցքը պատին փակ ծրած է, կարող եք տեսնել, ու այդ աշխատանքները մինչև օրս ընդեղ է, իմ տղան Ֆրանսիայում է ապրում, իրեն մոտ է, հա, ուրեմն այս պատերին փակ ծրածները իմ կողմից գրված աֆորիզմներն է, շատ ունեմ, քիչ քանակն է ստեղ, այս աֆորիզմները կոնկրետ իմ աշխատանքների հետ կապ չունեն, ընդհանուր է, ես ձեզ երևի թե ներկայացնեմ մի քանի աշխատանք, որպեսզի իմ աշխարհայացքը, իմ ամբողջ այս մտածելակերպը դուք ճիշտ ընկալեք։ Մինչ դուք կներկայացնեք, ես տեսա ձեր աֆորիզմներից մեկը մարդը տիեզերքի մեջ, տիեզերքը մարդու մեջ։ Այստեղից հարց է առաջանում. ավելի շատ մարդն է տիեզերքում, թե տիեզերքը մարդու մեջ, ըստ ձեզ։ 50-50, Վահան ջան, 50-50։ Համ մարդն է տիեզերքի մեջ ու համ էլ ամբողջ տիեզերքը մեր մեջ է։ Մեր ուղեղի ընկալմամբ։ Մարդը իրանով միկրոտիեզերք է, ինձ համար, իմ տեսանկյունից, իմ մտածելակերպով, էլի։ Մարդը իրենով միկրոտիեզերք է։ Իմ սիրված աշխատանքներից մեկը ցույց տամ։ Ահա։ Աբագին տրեցի դուրսը, իհարկե Սարդոստային չկա այս աշխատանքի վրա, փոշին տրեց վրեն, գրեցի ես փոշի եմ, I am dust, հերմետիկ փակեցի, աշխատանքի անունը
ինքնանագար, իմաստեն է, որ տիեզերքում ինչ որ գոյություն ունի կենտանական, առարգայական տեսքով, վերջը փոշի է դառնալու։ Ու Վահան ջան, մի բան էլ ասեմ, իմ ստորագրությունը իմ աշխատանքների տակ իմ ազգանունը չէ։ Ես փոշի եմ եւ էներգիա։ Ահա։ Ու ես իմ կոնցեպցիային ավելի մոդ է, ես ինձ ավելի հարազատ է, ես այս ձևով ստորագրելով աշխատանքների տակ ինձ ավելի լավ եմ զգում ու իմ աշխատանքը, իմ ստորագրությունը աշխատանքի տեսքով էլի փոշի եմ օգտագործել ու սարդոստային։ Անդրանիկ, ամենահետաքրքիր բանը, որ այս պահին ես տեսնում եմ, դա Աստծո հեռախոսի համարները։ Մեկը չէ, 3-ն են։ Ինչպես եք գլխի ընկել, որ հենց սրանք են Աստծո հեռախոսի համարները։ Վահան ջան, ուրեմն ասեմ, որ էլի փոշու վրա է կատարված, փոշու վրա, փոշին նստեցրած է աբագու վրա, մատով կրված է, փոշին իմաստ ունի, թվերն էլ իր միտքը իմաստ ունեն, բայց կներեք այդ չեմ ներկայացնի, այդ իմն է, չեմ կարող ով ինչպես ընկալեց ամեն մարդ իր ձևով։ Այս աշխատանքն է ցույց տամ, ներկայացնեմ հղի կինը տիեզերքի մեջ կամ միկրո տիեզերք, մակրո տիեզերքի մեջ։ Ես այս նկարի հետ կապված ձեզ մի հարց ունեմ։ Ասում են մարդը երբ մահանում է, տեղափոխվում է մեկ այլ աշխարհ, որտեղ շարունակում է իր կյանքը։ Ինչ եք կարծում, հղիության ընթացքում, երբ պտուղը լույս աշխարհ է գալիս, դա նման է մարդու մի միջավայրից մեկ այլ միջավայր տեղափոխվելուն, թե ոչ։ Ես եկեք ձեր հարցին, Վահան ջան, պատասխանեմ, մի հատ աշխատանք ունեմ դրանով։ Երևի դա ավելի ճիշտ լինի, եկեք այս աշխատանքները ցույց տամ ու հետո այդ աշխատանքը քանի որ կախված է։ Այս իմ հոր պորտրետն է ամբողջությամբ բնական սարդոստայինից էլի պատրաստված, այս սրանցով ես արտահայտել եմ ինչպես եմ ես իրեն հիշում, ինչպես ես իրեն գիտեմ։ Այս աշխատանքով սա եմ ներկայացրել, սրա տակը կա երկրորդ պորտրետը դիմացից, էլի ամբողջությամբ սարդոստայինից, սա իմ կնկահոր պորտրետն է իմ կողմից հարկված անձնավորության, այս ձևով պատկերել եմ։ Հիմա ես ձեզ ցույց տամ այն աշխատանքը, որով կփորձեմ ձեր հարցին պատասխանել, չգիտեմ ինչ կանով կբավարարեմ ձեր հարցի պատասխանը, բայց համենայն դեպս փորձենք։ Եթե ինչ որ մութ տեղեր մնացին, կարող եք հարցը թարմացնել։ Շատ բարի։ Ուրեմն Վահան ջան, այս աշխատանքը իմ ամենասիրված աշխատանքն է, մինչև այս աշխատանքը բոլոր աշխատանքները համարյա թե հավասար հարթության վրա են եղել, բայց այս մեկը ծնվելուց հետո դարձավ իմ ամենասիրած։ Այս աշխատանքի անունը ինքնանագար մայից հետո։ Ուրեմն ինչ եմ ուզեցել ասել, իմ վերլուծությունների արդյունքում մահվան թեման ինձ մոտ առաջի տեղ է գրավում, շատ կարճ տալ ուսումնասիրել, հետևություններ ունեմ այս պատի վրա աֆորիզմների տեսքով։ Ես եկել եմ այն եզրահանգման, որ մարդու մահանալու պատճառը էներգիայի հեռանալն է մարմնից։ Ինչպես եմ եկել այդ եզրահանգմանը երկու բառով մեծ թեմա է, դժվար կլինի կարճ երկու բառով ներկայացնել, բայց ամեն դեպքում փորձեմ։ Տեսեք, ուրեմն մարդ արարած ինչ որ ստեղծել է երկիր մոլորակի վրա, ինքը ոչ մի նորություն չի ստեղծել, ինքը կոպիա է եղել առաջի ստեղծածին։ Ուղիղ շատ քիչ բաներ նման է, ենթադրեք տեսավ թռչունը ստեղծեց ինքնաթիռ։ Մնացածը եթե վերլուծենք, անալիզենք, ամենայն դեպս կարող է ինձ հետ համաձայն չլինեք, մի երկու օրինակ բերեմ, հա։ Տեսեք, մեքենան ինձ համար սիրտ ունի, շարժիչն է, ստամոքսել ունի, բենզապակն է, չէ։ Այո։ Ունի հովացման սիստեմ, քրդինկն է, ֆիլտրներ ունի, այսօրվա մեքենաները արդեն ուղեղել ունեն, մոզգել ունեն, չէ։ Մարդը ենթագիտակցորեն կոպիա է։ Պատկերացրեք երկու մեքենա կանգնած է, մեկի մեջ կա ակումուլյատոր ու բենզին, հա, վառելիք, մյուսի մեջ չկա։ Տարբերությունը ո՞րն է, կա էներգիա, կա կյանք, չկա էներգիա, չկա կյանք։ Քանի որ երկար է թեման, ես ավելի կոնկրետացնեմ, հարց կարող է առաջանալ, մարմնից ինչու է էներգիան հեռանում, տեղել եմ ես նմանություն կտել։ Տեսեք, մեր շինությունների մեջ բնակարաններում կա հոսանք, էլեկտրականություն, կազմիացման դեպքում հոսանքը կորում է։ Օրգանիզմում ինչ որ օրգան հիվանդանալու դեպքում էներգետիկ շղթան ընդատվում է, էներգիան հեռանում է մարմնից, ֆիքսվում է մահ։ Երկրորդ տարբերակն է կա
ակումուլյատորները ցանկացած իր ժամկետն որ արդեն կլարանա իր աշխատանք, ինչքան կուզեք դուք դրեք լիցքավորման, ինքը չի լիցքավորվի արդեն։ Կամ ուրիշ օրինակ բերեմ, քաղաքային տրանսպորտը, մետրո, տրոլեյբուս, ավտոբուս, չէ՞։ Էլի մեր կյանքն է, ինչ որ этаպում մարդիկ բարձրանում են, ինչ որ этаպում դուրս են գալիս, բայց կյանքը ընտանում է իր ուղիով։ Արհեստական բանականություն աշխատանք ունեմ։ Արարիչը ստեղծել է ուղեղը, կենսաբանական կոմպյուտերը, չէ՞, համակարգիչը, մարդը արդեն հասել է դրան, արհեստական բանականությունը, աշխատում է դրա վրա։ Այս վերլուծությունների արդյունքում ես եկել եմ այդ եզրահանգման, որ էներգիան հեռանում է մարմնից, ֆիքսվում է, բացառված չէ իմ անալիզների արդյունքում, վերլուծությունների արդյունքում բացառված չէ, որ այդ էներգիան մարմնից հեռանալուց հետո նախ էներգիայի մեջ կա ինֆորմացիա տվյալ մարդու ապրած կյանքի մասին, հեռանալուց հետո միանում է տիեզերական էներգիային ու հետո նորածնի հետ ինչ որ մեկի հետ կյանքի է կոչվում։ Ասացիք, որ ֆիզմատ կրթություն ունեք եւ ֆիզիկայի թիվ 1 օրենքը հետեւյալն է. բնության մեջ ոչինչ չի կորում մի վիճակից անցնում է մեկ այլ վիճակի։ Այսինքն մարդը իր էներգիան ըստ ձեր պնդումների տեղափոխում է դեպի տիեզերք մահից հետո, որից հետո ռեինկարնացիայի արդյունքում ինֆորմացիայի նոր ձևով ես դրա հետ համաձայն եմ։ Ես դրա հետ համաձայն եմ, ընդհանրապես առանց էներգիայի ոչ մի բան չի կարող լինել։ Ես եկել եմ այդ եզրահանգման, մի հատ օրինակ էլ բերեմ, տեսեք մարդը ինչ որ ստեղծել է երկիր մոլորակի վրա, այդ ինֆորմացիան իմ կարծիքով եղել է էներգիայի մեջ, տիեզերական էներգիայի մեջ։ Պատահական չէ, որ նեյրոնային ցանցի բջիջների աշխատանքը էլեկտրական իմպուլսներ է։ Այդ իմպուլսներով այդ ինֆորմացիան ստացել է ու մարդը ստեղծել է այն, ինչ որ ստեղծել է։ Մի հատ փոքր բացահայտում եմ արել, ուրեմն տեսեք մարդը ինչ որ ստեղծել է երկիր մոլորակի վրա։ Սկզբից ծնունդ է արել ստեղ, ճիշտ է, ուղեղի աշխատանքի նեյրոնային ցանցի աշխատանքի արդյունքում։ Նեյրոնային ցանցի աշխատանքը համապատասխան սարքավորումների տակ նման է սարդոստայնի, ճիշտ է։ Այո։ Ինչ հետևություն, որ ամեն ինչի նախնական պատկերը սարդոստայնի տեսք է ունեցել։ Հետաքրքիր էր։ Դե խոսելով սարդոստայնների մասին, կխնդրեմ շարունակեք ներկայացնել ձեր աշխատանքները։ Շարունակենք, ներկայացնեմ աշխատանքները։ Այստեղ գրված է God, այսինքն Աստված։ Հա, այդ 4 աշխատանքը իրար հետ կապված է, այդ 4 աշխատանքը ես փորձեմ ցուցադրել ժամանակի առումով, չգիտեմ ինչքանով կտեղավորվենք։ Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի տեղավորվենք։ Ուրեմն այս 4 աշխատանքը իրար հետ կապված է, ինչ եմ ուզեցել ասել այս 4 աշխատանքով։ Այս 4-ը։ Ուրեմն տեսեք, կյանքը ինձ համար գոյատևման, բայց 3 հատ է այս պահին։ Սա հետը, սա նույնպես։ Ուրեմն կյանքը ինձ համար, չգիտեմ ձեզ համար ինչպես, ինձ համար գոյատևման կռիվ է ու ինքնաարտահայտման տեղ։ Այդ կռիվը, այդ պայքարը էներգիաների համար է, սկսած կերակուրից ամեն ինչ էներգիա է։ Այստեղ գրված է միլիարդեր, ֆինանսի նկատի ունեմ, նավթը, հոգևոր էներգիան ու սիրո էներգիան։ Այս աշխատանքը լավ կլինի, ես լույսի տակ ցույց տամ։ Ուրեմն ինձ համար ամենաուժեղ էներգիան սիրո էներգիան է։ Անդրանիկ, որտեղից հնարավորություն ունեն մարդիկ ձեր արվեստի գործերը գնելու։ Վահան ջան, ներողություն եմ խնդրում, բայց արվեստի գործի իմ աշխատանքները վաճառքի ենթակա չեն։ Ես ցուցահանդեսներ չեմ կազմակերպում։ Ահա։ Համենայն դեպս այսօր էդ է, ինձ մոտ կարող է վաղը փոխվի, գիտեք, ամեն ինչ փոփոխական է։ Ոչ մի ցուցասրահում իմ աշխատանքներից չպետք է լինեն, բայց ինչով է դա պայմանավորված։ Ես ցանկություն ունեմ, իմ նախ առաջերտին ես կուզենայի իմ աշխատանքները այս մթնոլորտում մենակ իմ ցուցասրահներում լինի, ցանկություն ունեմ, իմ հիմնական նպատակն է խոշոր երկրների մայրաքաղաքներում ստեղծել թանգարան անվան տակ իմ սրահները ունենալ ու այս ձևով ներկայացնել։ Այդ է պատճառը, վաճառքի, դրա համար վաճառքի ենթակա չեն։ Ես ներողություն եմ խնդրում, ձեզ ընդհատեցի, բայց կխնդրեմ ներկայացնել։ Այս այդ աշխատանքն է սիրո էներգիան անվանումով։ Սիրո էներգիան անվանումով։
Սա կոնկրետ բացատրություն ունի, որը դուք կրկին չեք ցանկանում ներկայացնել։ Գիտեք, երևի թե այդպես կոնկրետ բացատրություն չէ, հիմնական բացատրությունը էներ այդ ամբողջի հետ ներկայացրած, էլի ու սիրո այս ֆորմեն, այս պատկերը եկել է ինձ, ես այս ձևով ստեղծել եմ, սիրո էներգիան անվանումով։ Նաև ցույց տամ էլի աշխատանքներից մեկը Այս աշխատանքով Վահան ջան, այս աշխատանքի անունը ինչ է կյանքը հարցի պատասխանն է։ Եվ ի վերջո ինչ է կյանքը։ Դադարություն դադարության մեջ։ Ուրեմն տեսեք, այստեղ փոշի եմ օգտագործել, նկատեցիք էլի, մի փոքր ման եմ իմ ասածը, հա։ Ես եկել եմ այն եզրահանգման, իհարկե բնական է, կարող եք ինձ հետ չհամաձայնվել, որ իրականում ոչ մի բան գոյություն չունի։ Ամեն ոչ ճիշտ, ոչ սխալ, ոչ վատ, ոչ լավ, ոչ գեղեցիկ, ոչ տգեղ, ամեն ինչ ըստ իրավիճակի, ըստ մեր ուղեղի ընկալման է։ Քանի որ այն բանն, որ այսօր ճիշտ է, այս պահին ժամ հետո կամ 10 տարի հետո կարող է լինել ամենամեծ սխալը։ Հետո տեսեք, գիտնականները հաշվարկ ունեին 130 միլիարդ մարդ եկել է երկիր մոլորակ ու գնացել է։ Բոլորը ունեցել են իրենց նպատակները, ընտանիք, քաղաքականությամբ են զբաղվել, ինչ որ հասկացաք ինչ եմ ասում, չէ՞, բայց որտեղ է հիմա այդ ամեն ինչը։ Փիլիսոփայորեն մոտեցակ Այդ սանգյունից դադարության մեջ ընդամենը մենք մեր ուղեղի աշխատանքի, մեր ուղեղում ստեղծած այդ ռեժիսորի պես այդ բանի արդյունքն ենք, էլի։ Ամեն ինչ իլյուզիա է, իմ կարծիքով այդ ձևով ու առաջացել է այս պատկերն եկել է, այդ հարցի պատասխանը դարձել է այս աշխատանքի անվանումը դադարության մեջ։ Անդրանիկ, հաղորդման մեջ երկու անգամ նշեցիք, որ փորձել եք բացահայտել, թե որն է ի վերջո մարդու դերը տիեզերքում, եւ քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին, ես կխնդրեմ հենց այդ հարցով էլ փորձենք ստանալ որպես ամփոփում պատասխանը։ Որն է մարդու դերը տիեզերքում։ Վահան, երևի թե ես չկարողանամ այդ կար ժամանակահատվածում պատասխանել, հետո պատասխանեմ իհարկե, բայց չէ՞ բոլոր հարցերի պատասխանները բոլորին դուր է գալու։ Շատ մարդիկ բնական է համաձայն չեն լինի, շատերը համաձայն կլինեն։ Դժվար հարցի առաջ կանգնեցրեցիք, չգիտեմ շարունակեմ թե չէ, որովհետեւ մի փոքր երկար է։ Խնդրում եմ պատասխանեք այդ հարցին, մենք կփորձենք տեղավորվել եթերաժամանակին։ Ուրեմն տեսեք, փորձեմ ես էլ կարճ, հա, համենայն դեպս, բայց չգիտեմ կարճ վիճակով միտքս կարողանամ արտահայտել։ Տիեզերքում ու երկիր մոլորակի վրա ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, ճիշտ է։ Նաև մեր երկիր մոլորակը ունի սկիզբ ու վերջ, չէ՞։ Տեսեք, քաղցկեղի բջիջները մարդու օրգանիզմում ինչպես են զարգանում։ Դրա այդ թեմայի շուրջ չխորանամ, գիտեք, օրգանիզմից սնունդը ամեն ինչ վերցնում են իրենց վրա, չէ, ու հետո արդեն օրգանիզմը մահանում է, հետո իրանք են մահանում։ Իհարկե, ես էլ եմ մարդ արարած, հա, բայց թող ինձ ներեն բոլոր մարդիկ, իմ կարծիքով մարդ արարածը, տեսեք, բնության միջից եթե մարդ արարածին հանենք, երկիր մոլորակից տանենք, դադարենք, բնությունը ինչ որ բանից կտուժվի, թե չէ։ Չեմ կարծում։ Դրախտավայր կդառնա, ճիշտ է, բայց եթե անձրևավորտերին վերացնենք, 1 տարի ու կես հետո մենք սովից կմեռնենք, բնությանը վերջ կգա, չէ։ Այսինքն բնության մեջ ամեն ինչ բալանսի մեջ է։ Մեկը խախտվավ կոնֆլիկտ է, ճիշտ է, սա տիեզերքն է բալանսի մեջ։ Բայց մարդը այս պարագայում բալանսից դուրս է։ Իմ վերլուծությամբ։ Հիմա տեսեք, մարդ արարածին հանենք, դրախտավայր կդառնա։ Ու հիմք վերցնելով այն որ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, երկիր մոլորակի վերջը տալու է մարդ արարածը։ Մարդ արարածը ինձ համար քաղցկեղի բջիջն է երկիր մոլորակի վրա։ Ուրիշ տեր չեմ կդել, եթե ինչ որ որևէ մեկը ուրիշ տեր կդել է, կարող ենք զրուցել, միգուցե ես միտքս փոխեմ։ Հասկանալի է։ Շնորհակալություն Անդրանիկ գեղեցիկ զրույցի համար։ Ես կուզենայի եթե ժամանակը կների, ինչ երկու աշխատանք է ցույց տամ, ինչ կարծիք եք, հա։ Իհարկե, բնականաբար։ Ինչ աշխատանքների մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, մի վարդյան, հա։ Հիշում եք բոլորի տեղերը։ Հա, պատկերացրեք, հա, թե
Ուրեմն այս աշխատանքով ցույց եմ տվել այն ամենը, ինչ որ տեղի է ունենում կյանք հասկացողության մեջ։ Ստեղ ինձ համար կան կենտանի մարդիկ, մահացած մարդկային հարաբերություններ, ու այդ ամեն ինչը իրար հետ փոխկապակցված է, տեսանելի ու անտես սարդոստայինի մեջ է։ Մի հատ փոքր հուշում անեմ, տեսեք, ստեղ կա սխալ մաթեմատիկա, այո, ինչ եմ ուզեցել դրանով ասել, որ այն ամենը, ինչ որ մենք գիտենք, մարդկությանը հայտնի է, դա չի նշանակում, որ դա հենց այդպես էլ կա։ Այս աշխատանքի միտքը իմաստը դա է։ Ես աստղերը ներկայացնեմ, Վահան ջան, պրոյեկտ ունեմ, նման է Հոլիվուդի փառքի արահետին, ում որ ես կհամարեմ աստղ միջազգային մասշտաբով իմ կողմից, մեկ աստղը փառքի աստղ անվամբ նվիրելու եմ տվյալ անձնավորությանը։ Կհիշեք, մոտ 10 ամիս առաջ Ֆրանսիայում նախագահ Մակրոնը կազմակերպեցին, չէ՞, Միսակ Մանուշյանի տին ու կնոջ տին տեղափոխեցին Պանթեոն։ Դրա հետ կապված երրորդ աստղը կար, առաջարկեցի նախագահ Մակրոնին հայ-ֆրանսիական բարեկամության թեմայով, նամակի տեսքով, առաջարկեցի նախագահ Մակրոնին ու փառքի աստղ անվանմամբ, ինքը ընդունեց, նամակով պատասխանեց, հետո տեխնիկական սխալներ տեղի ունեցան ուղարկելու հետ կապված, ու այդ աստղը առայժմ ինձ մոտն է, հետո տեսնենք ինչ ճանապարհներով կարող ենք հասցնել իրեն, բայց ինքը ընդունեց, նամակը կա, կարող է ցույց տալ իհարկե։ Հրաշալի է, ֆանտաստիկ ուղղակի։ Անդրանիկ, մեր եթերաժամանակը կարծես թե արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Շնորհակալություն ձեզ գեղեցիկ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, մեծ պատիվ էր ձեր ներկայությունը մեր տան մեջ, իմ ցուցասրահում, շատ զգացված եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անդրանիկ, մենք իհարկե չհասցրեցինք բացահայտել ձեր բոլոր աշխատանքները, բայց ամեն դեպքում մենք գտնվում ենք թանգարանում եւ որպես ինֆորմացիա մեր հեռուստադիտողների համար խնդրում եմ ասեք գալ Գյումրի քաղաք եւ ինչպես գտնել ձեզ եւ ձեր արվեստանոցը։ Թե ինչ կարող եմ ասել, ինտերնետում ինֆորմացիա կա տարբեր կայքերում, հիմնականում ինձ մոտ այցելուները ինտերնետի այդ կայքերից են գալիս կամ մեկը մյուսին փոխանցելով, էլի։ Անունը կնշեք։ Քոբվեբ Art Gallery Սարդոստայնային արվեստի ցուցասրահ 26 կոմիսարների 97։ Շնորհակալություն հրաշալի զրույցի համար, ես ձեզ մաղթում եմ նորանոր համաշխարհային բարձունքների գրավում, ինչպես ասացիք, արդեն Ֆրանսիայում են հայտնվել ձեր աշխատանքները եւ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, զգացված եմ, շատ ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու համար, այս պատվին արժանանալու համար, շնորհակալություն։ Լավ մնացեք, հաջողություն։ Դուք էլ հաջողություն ձեզ։ Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color եւ արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Դավիթ Գեր տպավորված եմ ուղղակի թե Անդրանիկի բնակարանից։ Այո, բնակարանը ինձ վրա էլ առանձին մի տպավորություն գործեց, որովհետև Եվ թանգարանը նույնպես։ Շնորհակալություն քեզ այս գեղեցիկ բացահայտման համար, որովհետև ես հիշում եմ, որ որոշակի ժամանակ առաջ դու տպավորված պատմում էիր այդ թանգարանի մասին։ Շատ պատահական Գյումրի հերթական այցի ժամանակ բացահայտեցի Քոբվեբ թանգարանը, հրաշալի էր ուղղակի։ Շնորհակալություն Անդրանիկին շատ ջերմ ընդունելության եւ իսկապես հետաքրքիր նոր արվեստի ճյուղ հնարելու, մտածելու համար։ Բայց երկու բան հատկապես ինձ շատ տպավորել էր։ Առաջինը դա Աստծո հեռախոսի համարն էր թանգարանում եւ Անդրանիկի մեկնաբանությունը, թե որն է տիեզերքում մարդու գոյության իմաստն առհասարակ։
Այո, ժամերով հնարավոր էր եւ կարող էինք նրա հետ զրուցել, ցավոք սրտի եթերային ժամանակը սահմանափակ է, բայց հաղորդումը նկարանելուց հետո մենք դեռ բավականին երկար զրուցեցինք։ Այո։ Շնորհակալություն նաեւ Զարային Անդրանիկի տիկնոջը, իսկ ձեզ հետ ինչպես միշտ Դավիթ Վարդանյան եւ Վահանը Միրաքյան։ Մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն։